Իտալացի ակորդեոնահար, բանդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրո Դարկին և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երեկ հանդես եկան երրորդ համատեղ համերգով։ Համերգի ընթացքում հնչեցին Ռոբերտո Մոլինելիի, Աստոր Պիացոլայի, Ֆաբիո Կոնչիելայի, Նինո Ռոտայի, Ռոբերտ Մոլինելիի, Էնրիկո Բլատինիի ստեղծագործությունները, ինչպես նաև կայացավ Մարտին Պալմիերիի տարվա եղանակները ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Մարիո Ստեֆանո Պիետրո Դարկին ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 26-ին Աթեսա քաղաքում։ 9 տարեկանից նա սկսել է ակորդեոն, իսկ ավելի ուշ բանդոնեոն նվագել սովորել։ 2007 թվականին նա գերազանց ավարտել է Հռոմի Սեսիլիայի երաժշտական ակադեմիան։ Նա բազմաթիվ ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր է։ Համերգից օրեր առաջ Պիետրո Դարկին նշել էր, որ Հայաստանում շատ լավ գիտեն Աստոր Պիացոլային ու նրա Լիբերտանգո Օբլիվիոն ստեղծագործությունները, սակայն կան նաև գործեր ավելի ռիթմիկ և հազվագյուտ, որոնք արժանի են ուշադրության, և երեկ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դրանք լսելու Պիետրո Դարկիի և երիտասարդ նվագախմբի կատարմամբ։ Համերգի անակնկալներից մեկն էլ Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի գրած ստեղծագործությունն էր տանգոն։ Համերգից հետո Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Պիետրո Դարկին նշեց, որ ամեն անգամ մեծ բավականություն է ստանում Հայաստան այցելելիս։ Խոսելով 2014-ի ծրագրերի մասին, երաժիշտը ցանկություն հայտնեց հաջորդ համատեղ համերգի ժամանակ կատարել իտալացի կոմպոզիտորներից մեկի ստեղծագործությունը գրված նվագախմբի, բանդեոնի և դուդուկի համար։ Կուզենայի, որ ստեղծագործության դուդուկի մասը կատարեր Ջիվան Գասպարյանը, քանի որ սիրում եմ իր երաժշտությունը և շատ ուրախ կլինեի համագործակցել հեղինակավոր երաժշտի հետ։